Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ես չունեմ, չէ՞ նկատողություն, ցուցակ կա, դատախազի չունեմ։ Դե երրորդ նկատողությունից հետո դատարանի հայցությամբ կարող է Ես նկատողությունների ցուցակում ուզում ասեմ չունեմ։ Չեմ հիշում, պարոն Պողոսյան, եթե առայժմ կա նիստի ավարտը։ Բաժան դատարան, լավ, ինչ տեղի ունեցավ այս դատական նիստին, սկսեցին Պարոն Վարդևանյան, մի խոսեք տեղից։ Մի խոսեք տեղից, դատարանը ընդամենը դատական նիստի նախորդիվ պարոն Պողոսյան դատարաներողությունը խնդրում ընդհատելու համար նախորդիվ չկայացած, կայացած դատական նիստերի վերաբերյալ դատարանը ընդամենը արձանագրում եւ հայտարարություն արեց, որը արվում է նաեւ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ եւս այլ դատական նիստերով, որոնք ձգձգվում են։ Որոշակի դատական նիստ, եթե չի կայանում, դատարանը արձանագրում է ինչ պատճառաբանությամբ։ Դուք դրա տակ որոշակի ենթատեքստեր, քաղաքական հայտարարություններ, ձեր խոսքն ասում մեջ բերեցիք, Չեմ էլ մեջ բերել, ասեցի անաչար դատատի տեսանք։ Փորձեցիք այլ երանգ ավարտել դատարանի գործողությունների։ Ինչ էր մնում դատարանի, կարգի երավել դատավարության մասնակիցներ։ Իդեպ երանգ չփոխանցեցի, կասկածը, ռիսկը դուք էլ արձագանքը տվեցիք։ Իմ կարծիքով արձագանքը ձեր կարևոր էր, այդ թվում կարևոր էր նաև թե իմ, թե գործընկերներիս արձագանքը։ Իսկ այս պահին բացահայտ է պատվարժան դատարան, ոչ թե ձեր գործողությունների վերաբերյալ, այլ նախագահը հարցադրում բարձրացրեց, ասեց իսկ այս սանկցիաները նկատողություն եւ այլ վաղեմության ժամկետ ունենում են թե չէ, ասեցի կարող է իրավական գնահատականի փոփոխման հարց լինի, ինչ որ իմաստով անալոգիա անելով այն ամենին, ինչ վերջին շրջանում դատախազության կողմից նախաձեռնվում է։ Այլ բան դատարանի գործողությունների կապված չկար։ Սանկցիան վաղեմության ժամկետ ունենում է թե չէ։ Դրա մասին ես հարցրել, Դուք որ ասեցիք, հիմա իրականում հետաքրքիր իրավական հարց կանի, բայց հիմա դրանով լիստը չենք ցանկանա ծանրաբեռնել, էլի իսկապես հետաքրքիր հարց։ Չասեմ պարոն Պողոսյան։ բաժան դատարան նիստը ավարտվի, դուք եք մի հատ հետահայաց նայեք ինչ տեղի ունեցավ ու ինչի է պաշտպանական կողմի տպավորությունները այնպիսին ինչպիսին որ հաղորդեցին։ Եկան պարոն Հովհաննիսյանը բերեց վերադրանքները, ես ինքս օգնեցի, բերեցի, Իր ձեռքով օգնել է։ Վերադրանքները, Որը ես շարեցի։ դատարանի կողմից հայտարարությունը արդյոք առարկայազուրկ չլինի, այսինքն իմաստունի իրավական առումով հրապարակելը, որովհետեւ համաձայն ենք դրա հետ, այսինքն աշխատանքները գործել։ Ու ինչ որ մի բանի իմ մոտ տպավորություն ստեղծվեց, մեր բոլորի մոտ տպավորություն ստեղծվեց, որ դրսում ինչ որ իրադարձություններ են տեղի ունեցել։ Որի պատճառով դատարանը ինչ որ պարզաբանումներ է տալի, ոչ թե դատավորության մասնակիցներին, այլ հանրային կերպով։ Այն խնդիրները, որոնք որ դուք բարձրաձայնում եք ես պարիտետությամբ, աշխատելաժամանակի, օրերի եւ այլն, դուք ինքներդ եք ականատես եղել, որ աշխատանքային կարգով քննարկել ենք, այդ խնդիրները լուծումներ ենք տվել։ Այդ թվում նաեւ այն ինչը որ դուք բարձրաձայնում եք, ես համոզված եմ, եթե չլիներ ձեր հայտարարությունը, այսքան դատական նիստ է եղել եւ այլն, այդ խնդիրները իրենց լուծումները կստանային նենց, ոնց որ մինչև այս պահը ստացել եք։ Այդտեղից է գալիս մեր համոզմունքը, որ կա շրջաբերական, որ կա ինչ-որ պլան դրած, որտեղ տարբեր ասպարեզներում մարդիկ խոսում են, մենք գալիս ենք այս դատական ազգային ժողովում խոսում են այս գործից, ողջամիտ քննության նիստից գալիս ենք հաջորդ նիստին դատարանի հասնաբարձացում։ Ինչը փոխվեց, որ նախորդ շրջաբերականից այդ հատվածը կարող փոխանցել։ Ես գիտեմ ինչի մասին։ 270 ես այդ մեկ հոդվածը ավելանալու Բացահայտեցիք դա։ Բայց նաև դրա հետ տեքստային տարբերակով, դրա հետ մեկտեղ ինչ-որ մի հատ չգիտեմ, կարող է վիճակի դերասանական ինչ-որ երեխաներին հավաքել էին ազգային ժողովում, ես գործի մասին ինչ-որ երևույթներ էին ունենում, ողջամիտ ժամկետ եւ այլն, ու դրանից հետո մենք գալիս ենք, այդ նույն բանը դուք եք իրականացնում, մենք ոնց կարող ենք դա չդիտարկենք, այդ ամեն ինչի ուղեկցի մեջ, պրոբլեմը դեռ է, դուք բարձրացնում եք աշխատանքային խնդիր, այդ աշխատանքային խնդիրը բարձրացնում եք այն ժամանակ,
Երբ որ տարբեր շրջանակներից, տարբեր առումյոլներից այս դատական նիստերի դավիճից դուրս խոսում են այդ հանգամանքի մասին։ Ու մեր տպավորությունն է նա, որ դուք փորձում եք արդարանալ այդ հարցի շուրջ, որ ուզում եք ցույց տալ, այ տեսեք, դատական նիստերը չեն եղել, քննարկվել է հարց, ինչի դատական նիստերը այսքան ձգձգվում է եղել, որտեղ պաշտպանները եղել են արձակուրդում, որտեղ մենք շաբաթ ամիսը 2 նիստ ենք նշանակում, պարոն Գևորգյանը գործուղմանն է եղել։ Ինչ որ արդարացման էլեմենտներ ենք տեսնում ձեր խոսքում։ Ու մենք չենք կարողանում դրա մասին չխոսանք ու չբարձրաձայնենք։ Ես ձեզ հավաստիացնում եմ, այս ամբողջ հիմա որ էլի հետահայացնենք, ողջամիտ էր այսօրվա դատական նիստը։ Մենք կարող էինք 5 րոպեում քննարկեցինք աշխատանքային ֆորմատը ոնց է լինելու, դատանը ընդգծեց, ասեց, չեմ կարծում, որ թարգմանությունները պատրաստ են մինչև մյուսի երկուշաբթի, փորձենք հասկանանք ինչ է լինելու, նիստը ունենք համաձայնեցանք, հավատենք գնայինք։ Դրանից հետո մենք կարող ենք դատական նիստերը, եթե մենք հաշվետվողականություն չենք տալիս այս դավիճից դուրս ինչ-որ մեկին, դատական նիստերի քանակի եւ այլն մասին, մենք աշխատանքային կարգով բոլոր մասնակիցները որոշենք այդ օրերը։ Բայց չէ, դուք հակառակ ուղղությամբ գնացիք, դուք գնացիք այն ուղղությամբ, որ դուք եք որոշում որոշակի օրերի պարբերականություն, ինչ առաջ բերեց պաշտպանական կողմի ֆորմատի փոփոխության հետ կապված ընդգծում է, այդ բարձրացնեց, հիմա տպավորությունը այն է, որ դուք, որը ուզում եք արագ իրականացնել, բայց չի ստացվում, գիտեք, պաշտպանները հարմար չի եւ այլն եւ այլն։ Այսինքն ինչպես միշտ էս երկում ես վերջից ինչքան ժամանակներում ձևը գերազանցեց բովանդակության, էության։ Մենք իրականում հիմա այս ինչը որ քննարկում ենք, էությանը մի քայլ չենք մոտեցել։ Էությանը կմոտենայինք այն պարագայում, երբ որ այս հարցերը այս ֆորմատով քննարկման առարկա չդառնան։ Այդ ամբողջ պրոբլեմը պատվարժան է դրան։ Մենք այս դահլիճից դուրս որևէ մեկին որևէ բան ապացուցելու, արդարանալու, չգիտեմ, հիմնավորելու որևէ անհրաժեշտություն չունենք։ Երբ որ դատարանը նմանատիպ արտահայտություններ անում, մեր մոտ առաջ է գալիս այդ հարցերը։ Ինչի առաջացավ դատարանի մոտ այդ անհրաժեշտությունը արդարանալու, հաշվետվողականություն տալու, նկարագրելու իրավիճակը։ Պարոն Պողոսյան,